Իսկ ո՞րն է պահանջը կառավարության առաջ գալու եւ նման պաստառներ փակցնելու։ Կառավարության առաջ ենք եկել, որովհետեւ սա մեր Հայաստանն է, մեր Երևանն է եւ իմ շենքն է։ Ըստ այդմ եկել եմ այստեղ, որովհետև ըստ սահմանման պետք է այստեղ գա։ Թե չի ես Նիկոլին ոչ համարում եմ վարչապետ, ոչ ընդունում եմ որպես վարչապետ։ Իսկ իր ասած հայտարարությունները եկեղեցուն ուղղված ո՞նց եք գնահատում։ Ինքը ոնց որ մի քիչ առաջ արդեն ասում էինք, 2020 թվականից ի վեր Դավաճան է, դավաճանական քայլերով տապալում է Հայաստանը, կազմաքանդե է ամբողջ Հայաստանը, իսկ հիմա ինքը մեծագույն արդեն հարված է հասցնում ազգը պահող հիմնասյան։ Եվ դրա համար ես որպես հայ, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պարզապես ինձ իրավունք չեմ վերապահում մնալու տանը։ Եվ դրա համար մենք պետք է դուրս գանք պայքարի։ Ու մենք ոչ մեկին կոչ չենք անում, որ միանան մեզ։ Մենք կոչ ենք անում, որ ակցիաներ անեն։ Ու մենք կոչ ենք անում, որ վերջապես տապալեն Նիկոլի այս դավաճանական եւ նեռապաշտական ռեժիմը։ Իսկ ինչպես եք վերաբերում այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը լինելով վարչապետ իր սոցիալական ցանցի օֆիցիալ էջում հայհոյանք է հրապարակում եւ առանց փաստական որևէ ապացույցի եւ անպատասխան է թողնում հարցեր, տվեք ապացույցներ չեն տալիս, չեն ասում ոչինչ։ Սա ինչպես է գնահատում, սա նորմալ պահվածք է վարչապետի համար։ Տեսեք, ինքը տգետ է, խորդանոցում մեծացել է, ոչ մի կրթություն չի ստացել եւ ըստ այդմ իր կրթության համապատասխանել բառեր է օգտագործում։ Այլ բառեր չգիտի, մենք դա վաղուց տեսնում ենք, որ չգիտի։ Ըստ այդմ անում է իրենը, ոնց որ Աստվածաշնչում ասում են ինքը սուտ է եւ ասում է իրենը ըստ այդմ։ Այլ հարցը ինչու են մարդիկ լռում։ Եվ դրա համար բոլորը պետք է դուրս գան փողոց եւ բոլորը պիտի պահանջեն, որ քրեական պատասխանատվության ենթարկեն եւ Նիկոլին եւ իր կենակից Աննա Հակոբյանին։ Իսկ ըստ ձեզ ինչի հանրությունը որևէ կերպ ձեր կողքին չի կամ կոշտ արձագանքներ հանրային մասշտաբով չի հնչում։ Տեսեք, մենք չենք կոչ արել, որ հանրությունը մեր կողքին լինի, մեզ պետք չի, որ մեր կողքին լինի հանրությունը, մենք այդպես էլ ենք ուժեղ, որ մեր կողքին ինչ-որ մեկը կանգնի։ Մենք կոչ ենք անում, որ հանրությունը իր հերթին եւս բողոքի ակցիաներ անի տարբեր, թեկուզ քաղաքական ուժերի առաջնորդմամբ, թեկուզ ինքնուրույն կապ չունի ընդհանրապես։ Ու ինչու չեն անում ոչ մի բան, որովհետև տարիներ, այս 5 տարի որևէ լուրջ պայքար չի տարվել։ Ցավոք սրտի մենք պետք է փաստենք, որ եթե նույնիսկ տարվել է, ապա հետևողական չի եղել մաքուր ազգային նախաձեռնություններով եւ դրա համար մենք այսօր ենք ասել։ Իսկ ըստ ձեզ եկեղեցին ինչպես պետք է արձագանքի կամ պետք է արձագանքի, թե ոչ, որովհետև Մայրաթորը մինչ այժմ որևէ հայտարարություն չի տվել։ Առանձին թեմերի առաջնորդներ կոշտ են վերաբերվել Փաշինյանի հայտարարություններին, պատասխան ճակերտավոր վիրավորանքներ եւս հասցրել են։ Ինչպես կգնահատեք Մայրաթորի լռությունը։ Տեսեք, ես ինձ ամենևին իրավունք չեմ վերապահում ասելու, թե ինչ պիտի աներ Մայրաթորը։ Իրենք բարձրագույն մակարդակի հասած, ըստ այդմ մենք կարող ենք միայն մեծագույն հարգանքով եւ ակնածանքով վերաբերվել եւ ակնկալել, որ իրենք անեն այն, ինչ որ ճիշտ է։ Մեր հերթին մենք ընկալում ենք, որ եկեղեցին դա նաեւ մենք ենք։ Յուրաքանչյուր հավատացող։ Նույնիսկ ես անընդհատ ասում եմ, ես ընդհանրապես հոգեվոր զարգացման այլ ճանապարհով եմ գնում, բայց ես ինձ իրավունք վերապահում եմ եւ իմ պարտականությունն եմ համարում պաշտպանելու հայ առաքելական եկեղեցին որպես ազգի հիմնասին։ Իսկ այստեղ խունկ վառելու նպատակն ու խորհուրդը ո՞րն է։ Չարն ենք քշում։ Սա էկզորցիզմի փոքրիկ տարր է։ Մենք կարող ենք իհարկե մեծ էկզորցիզմ անել, բայց այս պարագայում խունկով։ Կառավարության շենքից եք չարը։ Այո, այո։